խոսած ժողովը պլանավորում իրականացնել փետրվարին, սակայն ոչ թե Հայաստանում, այլ Ավստրիայում։ Հայտարարություն այսօր տարածեցիք, որ մեջ նաև դուք եք մտնում, մի փոքր ցանկանամ նշեք, այսինքն դե հայտարարության մեջ հանգամանալից ամեն բան ասված է։ Առաջինը, որ այդ ժողովի որոշումը կայացվել է ԳՀԽ-ի կողմից, Գերագույն հոգևոր խորհրդի կողմից, որը նշվել է արդեն, որ 21 թվականից ըստ էության բավեր չէ, որովհետև անդամների մի մասը ընտրվում են, մի մասը նշանակվում։ Իսկ այն 20 արդեն 1 թվականին լրացել է ընտրված անդամների լիազորությունների ժամկետը եւ պիտի նոր ընտրություն լիներ, որը չի եղել։ Այսինքն արդեն իսկ այս որոշումը վավեր չէ, քանի որ մարմինը ինքը վավեր չէ։ Պիտի կանոնադրությանը հարազատ շարժվեն, չէ՞։ Հետո նպատակահարմար չի առհասարակ նման ժողովը, եպիսկոպոսատ ժողովը տեղափոխել դուրս։ Այդ տեսակ ժողովները պիտի մայր հայրենիքում տեղ ունենան եւ մայր աթոռում։ Իսկ ինչի է դա կապում այլ երկրում իրականացնելու։ Իսկ բացատրությունը ո՞րն է այդ երկրում իրականացնելու։ Չէ, դուք ինչպես եք բացատրում, ըստ ձեզ ինչու է գումարվում ոչ թե Հայաստանում, այլ օրինակ։ Դե շատ տարօրինակ է, որովհետեւ այո, այդ մասին խոսվել է Ավստրիա, որովհետև վախ կա, որ իր եղբայրը Եզրասրբազանը չի կարող գալ Հայաստան, այդ վախը կա։ Բայց առհասարակ այդ տեսակ ժողովները պիտի լինեն մայր հայրենիքում, մայր աթոռում։ Այսինքն դուք եւ մյուսները չեք մասնակցելու։ Չէ, մենք մեր հայտարարության մեջ ասել ենք, որ չենք մասնակցելու։ Այո։ Եվ հետո հարցը մենք ենք բարձրացրել։ Այսինքն եկեղեցական կանոնների համաձայն ժողովը չի կարող նախագահել նա, ում հանդեպ մեղադրանքներ են ներկայացված։ Եթե Հայաստանում լիներ կմասնակցեիք։ Դե, եթե Հայաստանում լիներ կտեսնեինք արդեն։ Չգիտեք, հարցերը մենք ենք բարձրացրել, օրակարգը մեր հետ պիտի համաձայնեցնեն։ Մենք ենք հարցերը բարձրացրել։ Հիմա մեզանի ժողով են հրավիրում, օրակարգ չկա ժողովին։ Ինչի մասին պիտի խոսեն ժողովի ընթացքում։ Օրակարգ չկա, առանց օրակարգի ժողով են անում։ Ձեզ պաշտոնապես ինչպես է հրավիրելու հարկվել։ Պարզ, շատ պարզ նամակով։ Ժողովի օրակարգ է պետք նախ եւ առաջ։ Մենք հարցեր ենք բարձրացրել, մեր հարցերին պատասխաններ չի տրվել։ Մեր հետ որևէ հանդիպում այս խմբի հետ երբևէ չի կազմակերպվել, որ գար մեր հետ հանդիպեր կաթողիկոսը։ Ու ասեր ինչ հարցեր ունեք։ Պարզապես պարզ նամակով ձեզ ուղարկել են։ Հա, հրավեր։ Մեր բարձրացած հարցերին պատասխան չի տրվել, որոնք լրիվ կանոնական դաշտում են, չի տրվել։ Հիմա այսպես ժողով ենք անում։